Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Մինչ հարցազրույցին անցնելը մենք խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակ, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը Bitcoin Armenia ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան, հրավեր ընդունելու համար։ Հայաստանում ներդրվում են կրիպտո ոլորտի կարգավորման օրենսդրություն, ներդրվում է։ Ոլորտի ներկայացուցիչները, այսինքն այս օրենսդրությունը կամ այս նախաձեռնությունը, որի հեղինակը Կենտրոնական բանկն է, միանշանակ չի ընդունվել հատկապես կրիպտո համայնքի շրջանում, Web3 համայնքի շրջանում, կան դժգոհություններ։ Դուք եւս դժգոհ եք դրանից։ Այո, միանշանակ։ Որպես ընկերության ղեկավար։ Ինչու՞։ Շատ կան պատճառներ, հիմնականը այն է, որ հիմա այն օրենսդրությունը, որ առաջարկում է, ինքը չափազանց խիստ է այն ոլորտի համար, որը դեռևս սաղմնային փուլում է, որը դեռևս կայացած չի, չունի այստեղ ներկայացված ընկերություններ։ Կարելի ասել, որ Կենտրոնական բանկը նաև 2018 թվականից սկսած խիստ ճնշումների է ենթարկել ոլորտը, այն առումով, որ բանկերին, տնտեսվարողներին եւ հանրությանը խորհուրդ է տվել զերծ մնալ կրիպտո արժույթներից, ինչի հետևանքով բանկային համակարգը մինչ այս պահ արդեն շուրջ 7 տարի կլինի, չի սպասարկում այս ոլորտը, այսինքն ընկերությունները, որոնք որ գործում են օրենքի շրջանակներում, նրանք արգելված չեն Հայաստանում, գրանցված են հարկայինում, չեն կարողանում ունենալ բանկային հաշիվ, չեն կարողանում տարրական ֆինանսական գործիքներից օգտվել եւ այդ պատճառով չեն կարողանում նաեւ ընդլայնվել։ Նաեւ այդ պատճառով, որ միջազգային ընկերությունները ներկայացված չեն Հայաստանում, չեն կարող գալ այստեղ գրանցվել աշխատակիցներ ունենալ, հարկեր վճարել եւ աշխատավարձեր վճարել եւ այդ ամենի պարագայում, երբ որ դեռևս ոլորտը կայացած չի, ինքը ճնշված է եղել եւ ընդհանրապես մի քանի մանր ընկերություններ կան, որ ինչ որ եղանակներ են գտել աշխատելու, հիմնականում կանխիկով, ելի նույն պատճառով, որ բանկային համակարգը չի սպասարկում, հիմա այս ընկերություններին առաջարկվում է մտնել այնպիսի լիցենզավորման տակ, որը որ շատ նման է բանկային լիցենզավորմանը։ Ճիշտ է, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ձեզ կասեն, որ մոտենում ենք այն սկզբունքով, որ նմանատիպ գործունեությունը հետևաբար նմանատիպ կարգավորում է, բայց բանը նրանում է, որ այն ընկերությունները, որ հիմա Հայաստանում կան, մեր ընկերությունը նույնպես, հիմնականում փոխանակմամբ զբաղվող ընկերություններ են, որոնք որ կանխիկով են գործարքներ անում եւ այդ ընկերությունները շատ փոքր աշխատակազմ ունեն, հիմնականում ասենք 2-ից 10-20 հոգի առավելագույնը եւ այդ ընկերությունները ավելի շատ նման են փոխանակման կետերին, ավանդական փոխանակման կետերին։ Իսկ ներկայումս այդ ընկերությունները, որ գործում են Հայաստանում, ավելի շատ փոխանակման կետի ֆունկցիա են իրականացնում։ Մի փոքր պարզ բացատրեք ինչպես է աշխատում հիմա կրիպտո ոլորտը Հայաստանում։ Այդ ընկերությունները հետեւյալ կերպ են աշխատում, որ եթե դուք ուզում եք կրիպտո արժույթ գնել կամ ձեր ունեցած կրիպտո արժույթը կանխիկացնել, մոտենում եք այդ փոխանակման կետերից մեկին, տեղում փոխանցումը անում եք, օրինակ կրիպտոն ուղարկեցիք, տեղում գումարը կանխիկով ստացաք, կամ հակառակը։ Գումար ունեք, ուզում եք վերածեք կրիպտո արժույթի, մոտենում եք գրասենյակ, այդ գումարը տրամադրում եք եւ դրա դիմաց ստանում եք կրիպտո արժույթ, որը որ շատ նման է ավանդական, այսպես ասած, դոլարի չենջերին։ Բայց հիմա Կենտրոնական բանկի առաջարկած օրինագծով ոչ թե նմանեցվում են այս ընկերությունները հենց ավանդական փոխանակման կետերին, այլ այնքան ծանր օրենսդրություն է, որ դա շատ ավելի շատ նման է բանկային համակարգին, հենց բանկային լիցենզիային, քանի որ պահանջում է ունենալ պահանջում ձեզնից։ Պահանջում է ունենալ ներդրումային կապիտալ, որը որ հստակ չի, կարող է շատ բարձր թիվ սահմանվել Կենտրոնական բանկի կողմից։ Իսկ նախնական ինչ որ կապիտալ ունենալ։ Այո, ոնց որ բանկերն են ունենում, եթե ճիշտ եմ հիշում, 30 միլիարդ դրամի կապիտալ, նմանատիպ ինչ որ թիվ, որը որ հիմա անհայտ է, օրենքով էլ չեն ուզում Կենտրոնական բանկից հստակեցնել։ Ուստավնոյ կապիտալ է, այսպես ասած։ Այդ կապիտալ պետք է ունենան ընկերություններ, որ օրինակ փոխանակման կետերը դոլարի չունեն նմանատիպ պահանջ։ Պահանջվում է կրիպտո ընկերությունների համար ունենալ ներքին եւ արտաքին աուդիտ, որը որ շատ ռեսուրսատար, ծախսատար է, որ նույնպես օրինակ չի պահանջվում ավանդական փոխանակման կետերի համար։ Պահանջվում են ծրագրային ապահովումներ, անվտանգության համակարգեր, այնտեղ գրասենյակների հետ կապված չափանիշներ են դրված, պետք է ղեկավար կազմը հաստատվի Կենտրոնական բանկի կողմից։ Այսինքն այս ամբողջ ոլորտը փորձում են դարձնել բանկային համակարգի եւ Կենտրոնական բանկի ածանցյալ մաս, որի նպատակը, այս ոլորտի նպատակը, որ հակառակներ այլընտրանք հանդիսանալ
բանկային համակարգին, միջազգային փոխանցումներին, վճարումներին, կապիտալը պահոստավորելու միջոցին, նաև կրիպտոյի հիմնական գաղափարախոսություններից մեկը այն է, որ ամեն մարդը ինքն է տնօրինում իր գումարը։ Այսինքն դու կախված չես լինում միջնորդ կազմակերպություններից։ Իսկ այսպես ստացվում է ամեն ինչ փորձում են օրենքներով, սիրուն գրված ձևակերպումներով, ելի ամեն ինչ վերադարձնել, տանել այն ուղղությամբ, որ միշտ ունեցել ենք, դա բանկային համակարգն է, տոտալ վերահսկողություն, խիստ սահմանափակումներ եւ ընդհանրապես մի քանի խաղացողներ, որոնք որ մուտքի թույլտվություն են ունենում, ու իդեպ այս օրենսդրությունը նաև մոնոպոլ վիճակ է ստեղծելու շուկայում, որ եթե հիմական մի քանի տասնյակ փոքր ընկերություններ, փոքր եւ միջին ձեռնարկություններ, այդ ամեն ինչը բոլորը փակվելու են, անհնար է պարզապես նմանատիպ լիցենզավորմամբ գործել այս ընկերությունների համար եւ լինելու է մոնոպոլ դիրք։ 1-2 ընկերություն առավելագույնը կլինեն, որոնք որ էլի ամբողջությամբ վերահսկված են լինելու կենտրոնական բանկի կողմից։ Այսինքն սա եկեք ավելի կոնկրետ խոսենք, ներողություն պարոն Ավետիսյան։ Ձեզ առաջարկում են ունենալ կանոնադրական կապիտալ։ Օրինակ ձեր ընկերությունները կարող է ունենալ կանոնադրական կապիտալ։ Հարցն անում է թե ինչքան այդ կապիտալը լինում։ Չի սահմանված դեռ։ Սահմանված չէ։ Օրինակ, չգիտեմ, սահմանված լինի 2 միլիարդ դրամ, կարող է ունենալ։ Ոչ, մեր ընկերությունը չի կարող ու Հայաստանում գործող ոչ մի ընկերություն այս պայմանությամբ նմանատիպ կապիտալ չի կարող ունենալ։ Շատ լավ։ Սահմանված է, որ պետք է լինի գրասենյակ անպայման հասցե եւ այլը։ Կարող է ունենալ ձեր ընկերությունը։ Կախված է նրանից, թե ինչ չափանիշներով կսահմանեն։ Եթե օրինակ սահմանեն այն սկզբունքով, որ պետքա, ասենք, բաների պես, դոլարի չենջերի պես, պետքա լինի առևտրային տարածք, որը ասենք սուպերմարկետ է, որը հիմա բոլոր սուպերմարկետներում արդեն տեղերը զբաղացված են, հիմա անգամ ավանդական չենջի լիցենզիա կարելի ասել գործնական գրեթե անհնար է ստանալ, այս ընկերությունները մի քանի տասնյակ որ կան, իրանց շատ դժվար կլինի արդեն եղած գրասենյակներից, որոնց որ հաճախորդները ճանաչում են, տեղով գիտեն, հարմար է բոլորին այդպես աշխատել, եթե ինչ որ շատ սուբյեկտիվ պահանջներ են դրվում կենտրոնական բանկի կողմից, որ չէ, արդեն այսինչ այլ ուրիշ չափանիշներին պետք է սահմանվի, դժվար կլինի ձևափոխվել գրասենյակներ տեղափոխել։ Ծրագրային ապահովում։ Դա բարդ է ունենալ։ Կախված է նրանից, թե ինչ ծրագրային ապահովման մասն է խոսքը։ Հիմա եթե կենտրոնական բանկը այնպեսի պահանջ է դրվում, որ օրինակ բոլոր փոխանցումները պետքա այնտեղ միջազգային ընկերությունների chain analysis-ի միջոցով անցնեն, այդտեղ ռիսկայնություն գնահատվի, փողերի լվացման ռիսկեր եւ այլն ամեն ինչը գնահատվի, դրանք շատ թանկ ծրագրեր են, որ տարեկան արժեն մի քանի $100,000, եթե ճիշտ եմ հիշում, կառավարությունը PEC-ը եւ ոստիկանությունը գնել էին այդ ծրագիրը $1.5 միլիոն գնել էին, որպեսզի կարողանան ինչ-որ կրիպտոյի փոխանցումների հետևել։ Եթե նմանատիպ պահանջներ դրվեն էլի այս փոքր ընկերությունների համար, այս ընկերությունները ի վիճակի չեն նմանատիպ բեռի տակ մտնել։ Օրինակ համեմատության համար ասեմ, այս բոլոր ընկերությունների առավելագույն կապիտալը մի քանի $100,000 մասն է խոսքը։ Ամբողջ բոլորը իրար հետ։ Չէ, ամեն մի ընկերությունը առավելագույնը մի քանի $100,000 կապիտալ ունի իր 5 հոգանոց կամ 10 հոգանոց, 20 հոգանոց ստաֆերով։ Հասկանալի։ Եվ առաջարկում է աուդիտ իրականացնել։ Հա, բարդ է։ Աուդիտը ինքը իրենով ծախսատար բան է, մանավանդ արտաքին աուդիտը տարեկան մի քանի տասնյակ $1,000։ Հա, եթե ասենք բավական որակավորված ընկերություններ իրականացնեն։ Դա էլ անհարկի ծախս է, որը դեռ པարզ չի, ինչի համար է մտցվում։ Եթե օրինակ ավանդական փոխանակման կետերը դոլարի չենջեն պրիմիտիվ գործառույթ են անում, անգամ հաճախորդների գումարների պահարություն չեն անում, որ դուք մտածեք կարող է իրանք չարաշահում են ինչ-որ ֆինանսներում, որ վաղը մյուս օր կարող է հաճախորդները դուժեն։ Պրիմիտիվ գործարք է, գումարը տվեցիր, գումարը ստացար։ Այդտեղ ինչ աուդիտի մասն է խոսքը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ավանդական ֆինանսական կառույցների, այդ թվում կենտրոնական բանկի մոտ, այս նոր ոլորտի նկատմամբ կա շատ մեծ կասկածամտություն, բոլոր կենտրոնական բանկերի մոտ սա կա, եւ նման խիստ կարգավորումներով, որ փորձում են բերել ավանդական այդ ֆինանսական կառույցների դաշտ, ուղղակի մեղավորության կանխավարկածով են առաջնորդվում, որ այ կա մի ոլորտ, որը շատ դժվար է վերահսկել, եթե մենք չվերահսկենք, փողերի լվացում տեղի կունենա, տերորիզմի ֆինանսավորում տեղի կունենա եւ այլն, որովհետեւ այս ոլորտի հետ կապված նման կասկածներ արդեն տարիներ ի վեր կան։ Այո, ճիշտ է։ Եվ որքան են հիմնավորված այդ կասկածները։ Ճիշտ եք ասում, հենց մեղավորության կանխավարկածով են մոտենում, որը այս ոլորտի նաև խնդիրներից մեկն է, այդ պատճառով թույլ չեն տալիս իրեն զարգանալ, բայց դրանք արդարացված չեն այնքանով, որ երբ որ նայում ենք միջազգային վերլուծություններին, օրինակ մեծ 4 աուդիտորական ընկերություններից KPMG-ի վերլուծությանն ենք նայում, այնտեղ ասում է, որ կրիպտոյի գործարքների ընդամենը 0.25%-ն է ապօրինի գումարներին առնչվում։
մինչդեռ գլոբալ։ Այո, գլոբալ։ Ամբողջ աշխարհի կրիպտո տրանզակցիաների 0.25%-ը։ Եվ նույն զեկույցում համեմատություն են տանում, որ ամբողջ աշխարհում ՀՆԱ-ի 2-ից 5%-ը միայն գնում է փողերի լվացման համար, ավանդական ֆինանսական համակարգերով։ Հիմա եթե այդ կանխավարկածով մոտենանք, ոչ թե կրիպտոն է պետք արկել, այլ պետք է բանկային համակարգ արկել, որտեղ այնտեղ տասնյակ անգամներ, հարյուրավոր անգամներ ավելի շատ ապօրինի գումարներ են շրջանառվում։ Եվ բանը նրանում է, որ սա նոր տեխնոլոգիա է, շատերի համար դեռ այդքան հասկանալի չի։ Ու երկու, այսպես ասած, կանխավարկած կարող եմ ունենալ, որ կամ կենտրոնական բանկերը ու բանկային համակարգը լավ չեն պատկերացնում, ինչպես սրա հետ առնչվեն, փորձում են 5 գործիքները բերեն կիրառել սրա վրա, որ պետքա փողը օրինակ հետագծելի լինի, որ ամեն փոխանցումը շղթայի մեջ պետքա իմանալ, բայց ինչ անեն, չտեսնեն դա, պետք է տեսնեն, չէ՞ դա։ Հնչում է լավ է հնչում, որ պետքա տեսնեն, որովհետև հիմա բանկային համակարգում այդպես է։ Բայց կրիպտոյի մեջ տեխնիկապես անհնար է այդ ամբողջ շղթան բացահայտել, որովհետև գոյություն ունեն անձնական դրամապանակներ, որ դու ինչ որտեղ անձնագրով չես նույնականացում։ Դու կարող ես նմանատիպ դրամապանակներ անվերջ քանակությամբ ունենալ։ Ու երբ որ այդպիսի դրամապանակից փոխանցում է արվում, ոչ ոք չի կարող իմանալ, թե այդ դրամապանակը ում է պատկանում։ Ու ընդամենը մեկ շղթայի բացահայտում դու չես կարող անել, ելուր մնաց ինչ որ 10 հատ փոխանցումների շղթայի, որ իմանաս գումարը որտեղ է գնում ում միջոցով։ Նմանատիպ բաներ անհնար է իմանալ բացահայտել եւ կենտրոնական բանկը նաեւ իր օրենսդրությամբ նմանատիպ պահանջներ է ուզում դնել բացահայտելու համար, որը տեխնիկապես անհնար է։ Այսպես ստացվում է, որ դու կարող ես անուղղակիորեն արգելել ոլորտը միայն նրա համար, որ դու ասում ես նմանատիպ պահանջ կա բոլոր փոխանցումների հետագծելիությունը բացահայտելու, բայց եթե դու չես կարող այդ պահանջին հետևել, չես կարող նաև լիցենզավորում ստանալ։ Այսինքն կենտրոնական բանկը ձեր ասածով անուղղակիորեն այս կարգավորումներով արգելում է ոլորտը։ Այո։ Բայց այս կարգավորումները Հայաստանի այսպես նորարարությունը չեն, սրա այս կարգավորումները դրվել են Եվրոպական միությունում, եթե ես ճիշտ եմ հասկանում, նաև ձեր հարցազրույցներից, կենտրոնական բանկի տված մեկնաբանություններից, որ սա Եվրոպական միությունում դրված այդ միկա կարգավորումների ինչ որ ասենցիալն է կամ դրանց նմանակ կարգավորում է Հայաստանում ներդրվում, որը ոլորտի ներկայացուցիչները ասում են, որ բավական ծանր ուրեմն կարգավորումներ է, այդ դեպքում կարելի է ասել, որ Եվրոպական միությունում եւս արգելված է ոլորտը։ Փաստորեն կրիպտո ոլորտը ինքը իրանով նորարար ոլորտ է եւ թռիչքաձև աճ է ինքը գրանցում վերջի 10 տարիների ընթացքում։ Տարեկան միջինում 80%-ից ավել աճ է գրանցում այս ոլորտը, որը աննախադեպ է ուրիշ ոլորտների հետ համեմատած։ Հիմա երբ որ խոսում ենք միկա կարգավորումից, դա Եվրոպական միության կարգավորումն է, որը որ հիմա կենտրոնական բանկը պատճենել է, թարգմանել է, նաեւ ինչ որ բաներ ադապտացվել է այստեղի ֆինանսական համակարգի հոդվածներից, օրենքներից այլ վերցված եւ այդ օրենսդրությունը փորձում այստեղ անցկացնել։ Բայց բանը նրանում է, որ մինչեւ միկա ոլորտի միկա կարգավորման ի հայտ գալը Եվրոպայում այնտեղ եղել են ընկերություններ, այնտեղ գրանցված են եղել ընկերություններ, այնտեղ փորձառություն կա նաեւ մեծ ընկերություններ կան, որոնք որ նմանատիպ հնարավորություններ ունեն գործունեություն ծավալելու եւ բարդ լիցենզավորման տակ մտնելու եւ կարողություններ ունեն։ Այո, կարողություններ ունեն, որոնք որ տարիների ընթացքում ձևավորվել են։ Իսկ երբ որ ունենք Հայաստանը, որը որ շատ փոքր երկիր է, որտեղ որ կենտրոնական բանկը փաստացի թույլ չի տվել, որ այս ընկերությունները գործեն եւ զարգանան, մինչ օրս մեր ընկերությունը, ասենք 5 տարի է գործում, չունի իրավաբանական անձի բանկային հաշիվ։ Ով է դրանում մեղավոր կենտրոնական բանկը, որովհետեւ ինքը թույլ չի տվել բանկերին, որպեսզի սպասարկեն այս ոլորտը։ Հիմա ստացվում է 0 կարգավորում ունենալուց մենք միանգամից ցածկում ենք այն ամենաբարդ, ամենադժվար կարգավորման տակ։ Ու եթե մենք նայում ենք նորարարության ու հնարավորությունների տեսանկյունից, ապա կրիպտո ոլորտը ինքը գլոբալ է, IT-ի պես գլոբալ է, ու ցանկացած ընկերություն կարող է իր գրասենյակը բացել որևէ աշխարհի կետում եւ ծառայություններ մատուցել աշխարհի ցանկացած քաղաքացու։ Ու ոնց որ IT ոլորտին հիմա արտոնություններ է տալիս Հայաստանը, նրա համար որ գրավի այդ ոլորտի ընկերություններին մասնագետներին, որ գան Հայաստանում տեղակայվեն, նույն սկզբունքով պետք է Հայաստանում նույնպես առաջնորդվել, եթե ուզում ենք մենք քաղենք այս ոլորտի պոտենցիալը եւ օգուտները։ Իսկ երբ որ մենք միանգամից ո՞րն է պոտենցիալը եւ օգուտները, եթե ես որպես կենտրոնական բանկ եւ պետություն չեմ տեսնում գումարների հետագծելիությունը, եթե չեմ տեսնում ամբողջական շրջանառությունը, ինչպես հարկեմ ես ինչպես ստանամ այդ ոլորտի օգուտները որպես պետություն։ Կան մի քանի երկրներ, որտեղ տեղակայված են կրիպտո ընկերությունների գերակշռող մեծամասնությունը։ Սինգապուրն է, որտեղ որ տարեկան միջինում մոտ $1 միլիարդ ներդրում է լինում մենակ կրիպտո ոլորտում։
դա երկրորդը Էմիրատներն են, մասնավորապես Դուբայը, որտեղ կան գրանցված մի քանի 100 խոշոր կրիպտո ընկերություններ, ու նաև Էլ Սալվադորն է, որտեղ որ նույնպես միակ երկիրն է նաև որտեղ բիթքոինը պետական արժույթ է համարվում, այնտեղ նույնպես բազմաթիվ ընկերություններ կան տեղակայված։ Հիմա այս ընկերությունները օգուտներ քաղել են նրանով, որ այս պետությունները օգուտներ քաղել են նրանով, որ ընկերությունները եկել են եւ ներդրումներ են արել իրենց երկրում, աշխատատեղեր են ստեղծել, հարկեր են վճարել, եւ մենք հիմա մրցակցում ենք այս գլոբալ շուկայի հետ, արդեն իսկ կայացած նմանատիպ կրիպտո հաբերի հետ, եւ եթե ուզում ենք, որ այնտեղից որոշ ընկերություններ գան մեր մոտ գրանցվեն, մենք պետքա նմանատիպ կարգավորումների ոլորտ դաշտ ստեղծենք, կամ էլ դրանից էլ ավելի լավ, որովհետեւ արդեն իրենք տեղակայված են հարմար տեղերում, գտած են իրենց կայուն ստաբիլ տեղերը, եւ Հայաստանը պետքա ինչ-որ բանով ավելի գրավիչ լինի, որպեսզի այդ ընկերությունները գան եւ Հայաստանում գրանցվեն։ Տեսեք, գրավչության հետ կապված ես ընթերցեցի մոտավորապես ամիսներ առաջ էր իհարկե այսին բանը ուրեմն հարցազրույցը տվել, բայց աշխարհի ամենամեծ կրիպտո շուկայի ներկայացուցիչը Binance-ի ներկայացուցիչ ԱՊՀ տնօրենը Binance-ի ԱՊՀ տնօրենը Վլադիմիր ուրեմն Սմերսկին ասում է հետեւյալը. կա 3 տարբերակ, որոնցով գնում են պետությունները։ Սկզբից ոչինչ չանել, երկրորդը արգելել ոլորտը կամ աչք փակել ոլորտում տեղի ունեցողի վրա, եւ երրորդը կարգավորել եւ կարգավորման որպես լավ մոդել, ուրեմն նա ներկայացնում է Եվրոպական միության ներդրած մոդելը, որ ասելով, որ պետությունները ինչ որ նորարարություն չպետք է մոգոնեն եւ կապ մոդել, որը կարող է վերցնել եւ ադապտացվել դնել ուրեմն տվյալ երկրում։ Եվ ասում է, եթե Հայաստանը գնա կարգավորման ճանապարհով, ապա իր ուղի խոսն է կրիպտոարժույթների կարգավորումը թույլ կտա Հայաստանը դարձնել տարածաշրջանային առաջնային շուկաներից մեկը։ Ինչու այս շուկայի ներկայացուցիչը ունի այլ կարծիք, դուք ունեք տարբերվող կարծիք, ասելով, որ սա կբերի ավելին կապիտալի արտահոսքի Հայաստանի, ոչ թե նոր ընկերությունների ներհոսքի։ Նույն Binance-ը, որը որ ամենախոշոր կրիպտո բորսան է, ամենախոշոր կրիպտո ընկերությունն է աշխարհում, մի քանի տարի առաջ եկել էր Հայաստան, այստեղ միջոցառումներ արել, ուզում էր այստեղ գրասենյակ բացել, նաև իմ ունեցած տեղեկություններով հանդիպել է կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, իրենց ծրագրերն են առաջարկել, ուզել են այստեղ գալ ներդրումներ անել, գրասենյակ բացել, բայց պետությունը, իդեմս նաև կենտրոնական բանկի, ուղղակի ճանապարհել է այդ ընկերությանը, ասել է, որ անուղղակիորեն կամ էլ ասելով, որ չէ, մենք հետաքրքրված չենք, կամ էլ չէ, այսպեսի անհարմար այստեղ պայմաններ են։ Մի խոսքով տարել է ամեն ինչ նրան, որ Binance-ը չի եկել Հայաստանում, չի գրանցվել, փոխարենը գնացել է մեր հարևան Վրաստանում է գրանցվել, որտեղ արդեն բավականին մեծ ներկայացվածություն ունի, ու այնտեղ օրինակ նույն խանութներում, POS տերմինալներով կարողանում ես կրիպտոարժույթով վճարումներ անել Binance Pay-ի միջոցով։ Հայաստանում չես կարող։ Հայաստանում չես կարող։ Հայաստանում որևէ բան կրիպտոին առնչվող ուղղակի զուտ փոխանակում ես կարող անել։ Եթե անձը կրիպտոյով աշխատավարձ է, այսպես ասած, ստանում կամ ինչ որ հոնորար է ստանում, գնում գալիս է ձեզ մոտ, փոխանակում է իրականացնում եւ գումարն է ստանում։ Այո, անգամ եթե դու պարզապես կոդ ես գրում, ծրագրավորող ես, ու կրիպտո ոլորտին առնչվող բան ես անում, դու չես կարող այստեղ ընկերություն բացել, IT ընկերություն բացել, որը որ կրիպտոին առնչվում է։ Հենց բանկերը տեսան դու կրիպտոյի հետ որևէ առնչություն ունես, օրինակ ընկերության անվան մեջ, կայքի մեջ ինչ որ բան կրիպտոյա գրած եւ այլն, բանկերը ուղղակի ձեզ ցենզուրա են ենթարկում, դիսկրիմինացիա են ենթարկում ու դուրս են թողում ֆինանսական համակարգից։ Հիմա մենք որ ձեզ հետ գնանք բանկ եւ օրինակ Էդուարդ Ավետիսյանն իր ընկերության համար ուզում է բանկային հաշիվ բացել։ Ձեզ ինչ կպատասխանեն։ Պատասխանեն, որ չեն կարող բացել, քանի որ դուք կրիպտո արժույթներով եք զբաղվում, իսկ մեր բանկը մեր ներքին իրավական ակտերից կամ ներքին նորմատիվներից ելնելով չի սպասարկում տվյալ ոլորտը, որովհետև ռիսկային է գտնում, կամ էլ կենտրոնական բանկը թույլ չի տալիս մեզ սպասարկել, այդպես չկպատասխանեն։ Զուտ այսպես բանավոր պատասխան կտան, թեպետ գրավոր արգելված չէ։ Գրավոր արգելված չի, մի բան էլ օրենքով պարտավոր են բանկերը բոլորին հաշիվներ բացել։ Բայց իրենց ռիսկերը գնահատելով չեն բացում։ Այո, ու հիմա դատարանում էլ կան արդեն մի քանի տարի տարվող վեճեր, որովհետև մենք ժամանակին ունեցել ենք բանկային հաշիվ, մի քանի ամիս գործել է, հետո բանկը փակել է դա, դատարանում վիճարկում ենք։ Հիմա այսպիսի կազուս կա նույն դատարանների մոտ, թե բանկը մասնավոր ընկերություն է, կարա որոշի ում սպասարկի, կարա որոշի ում չսպասարկի։ Բայց այնտեղ կա նաև ուրիշ բան, որ հրապարակային օֆերտայի դեպքում ընկերությունները պարտավոր են բոլորին սպասարկել։ Կամ կա այնպիսի բան, որ օրենսդրությամբ բանկային համակարգը պարտադրված է տնտեսվարողների համար, որովհետև կա անկանխիկի մասին օրենք, որ ինչ որ շեմից բարձր դու պետք է անկանխիկով գործարքներ անես։ Որտեղ նաև հարկային օրինակ մեզ գալիս է ստուգումների մեր գրասենյակ, փորձում է քարտով գնում անի, մենք ասում ենք, չունենք
post-terminal, որտեղ բանկը մեզ հաշիվիչ բացում, հարկայինը մեզ տուգանքա ակտ է գրում։ Ճիշտ է, դա վիճարկվել է, չեղարկվել է դատարանով, բայց հասկանում ենք ինչքան մեծ անորոշություններ կան, որ հիմա բանկային համակարգը մոնոպոլ դիրք ունի երկրի ֆինանսների մեջ, ու հանկարծ բանկային համակարգը որոշում է, որովհետև ինչ որ տնտեսության ոլորտ չի սպասարկում։ Իսկ հիմնական պատճառը, սրա մասին նաև չխոսեցինք, այդ երկրորդ կանխապարկածներից մեկն է, թե ինչի է կենտրոնական բանկի եւ բանկային համակարգը այսպես թշնամաբար տրամադրված ոլորտի հանդեպ, այն է, որ այս ոլորտը պարզապես մրցակցություն է իրենց համար։ Եթե ոլորտը մրցակցություն է իրենց համար, եթե ինչ-որ ալտերնատիվ ֆինանսական շուկա է ստեղծում այս ոլորտը, այդ դեպքում ինչու է այնպայման այս ոլորտի ներկայացուցիչները ուզում են բանկում հաշիվներ ունենալ։ Եթե դուք բանկային համակարգին ալտերնատիվ ոլորտ եք, այսպես ասած, եթե ուզում եք բանկային համակարգում հաշիվ ունենալ, ապա պարզ է, որ կենտրոնական բանկի իր կարգավորումների տակ պետք է ձեզ մտցնի։ Հիմա եղած ամենատարածված ֆինանսական համակարգը հենց բանկային համակարգն է։ Ու նաև զարգացած երկրներում ներողություն եմ խնդրել, հիմա կանդրադառնանք հարցին, նույնն է, որ ես գնամ բանկ, կարող է սխալվում եմ, ինձ ուղեք։ Ես գնամ բանկ, ասեմ ինձ հաշիվ բացեք, բայց խնդրում եմ, ոչ մի ձև չփորձեք հանկարծ ինձ մտցնել ձեր ռեգուլյացիաների տակ։ Իմ բոլոր փոխանցումները, որ կգան եւ կգնան բանկով, հանկարծ որևէ ռիսկային բան չտեսնեք այնտեղ, ինձ ամբողջությամբ կսպասարկեք եւ այլ եւ այլ, ու ես ընդհանրապես չեմ ցանկանում ենթարկվել ձեր ռեգուլյացիաներին։ Այդ մոտավորապես նույնն է ստացվում, թե ես սխալվում եմ։ Երկու ասպեկտ կա, մեկը վերաբերվում է փոխանակման կետերին, մյուսը բորսաներին։ Փոխանակման կետեր, որ հիմա էլ Հայաստանում կան, նրանք գործում են այնպես, որ իրենք չունեն բանկային հաշիվ, որովհետև իրենք կանխիկով են գործառույթներ անում, դա էլ իր առանձին շուկան է, որ դու չունես այդ կախվածությունները, չունես այդ երկար պրոցեսները, դրա շնորհիվ նաև շատ ավելի լավ սակագին են փոխանակման կետերը առաջարկում, քան թե բանկերը։ Դա մի ասպեկտն է, երկրորդ ասպեկտը բորսաներն են, որոնք որ շատ ավելի նման են բանկերին։ Դրանք այո պետք է լիցենզավորմանը ու շատ խիստ լիցենզավորմանը ենթարկվեն, քանի որ նրանք զբաղվում են հաճախորդների գումարների պահառությամբ։ Եթե պահառություն ես դու անում, պետքա պետությունը նաև համոզված լինի, որ դու իր քաղաքացիներին չես խաբելու, իր գումարներով չես փախնելու կամ անպատասխանատու ձևով դա չես ծախսելու։ Ու հիմա այս ամենի պարագայում ոնց որ դրա կենսական կարիքը կա, որ բանկային համակարգը ինչ որ ձևով ինտեգրված լինի այս ամենի մեջ։ Ու վաղը մյուս օր եթե անգամ կրիպտոն գալիս է փոխարինելու բանկային համակարգին կամ դրան զուգահեռ աշխատելու, բանկերը նույնպես շահագրգռված պետք է լինեն ու շատ երկրներում շահագրգռված են, որ նաև կրիպտոյով որոշակի բաներ, ծառայություններ մատուցեն ու կրիպտոն ինչ որ չափով նաև նրանք դիտարկում են որպես օրինակ եւս մեկ արժույթ, արտարժույթի նման բան, որ դոլար եվրո սպասարկում, կարող են կրիպտո նույնպես սպասարկել։ Շատ լավ, հասկացա դա։ Եսի նկատի ունեմ հետեւյալ, եթե կրիպտո ընկերությունը գնում ասում է բանկում ես ուզում եմ հաշիվ ունենամ, տրամաբանական չի, որ ինքը պետք է այդ ռեգուլյացիաներին ենթարկի, կարգ ու կանոնին ենթարկի, որը հաստատել է կենտրոնական բանկը։ Լավ, իսկ ինչ կարգ ու կանոնի մասն է խոսքը։ Օրինակ, եթե դու սրճարան ունես, դու կարողանում ես բանկում հաշիվ ունենալ, հաճախորդներից փոխանցում ստանալ, հաճախորդներին փոխանցում անել։ Հիմա կրիպտո ոլորտը, ու մասնավորապես օրինակ մեր նման փոքր ընկերությունները, հենց նմանատիպ բան են ուզում, որ նույն պայմաններով դու ոնց որ սպասարկում ես տնտեսության, բայց հավելյալ կարգավորում իրենց վրա չդրվի, այսպես ասած։ Հավելյալ կարգավորում չկա, մեծ խիստ պահանջներ չկա, ցենզուրայի չի ենթարկվենք, դիսկրիմինացիայի չի ենթարկվենք, որ մեզ նայեն ոնց որ այլ տնտեսվարողներ են նայում, մեզ էլ հաշիվ բացեն։ Այդ նույն ռեգուլյացիաների, ստուգումների տակ ուզում եք, մենք նույնպես կաշխատենք։ Ու շատ ավելի թափանցիկ է այս պայդրության բանկային համակարգով կատարվող փոխանցումները, քան թե կանխիկով կատարվող փոխանցումները։ Տեսեք, դուք ասացիք մի քանի տարի առաջ, վերադառնալով հարցազրույցին Binance-ի ներկայացուցիչի, սա մի քանի ամիս առաջվա թարմության հարցազրույց է եւ նա ասում է հետեւյալը. եթե պետությունը չի գնում կարգավորման ճանապարհով, շատ մեծ ռիսկ կա, որ այնտեղ առաջանան այսպես գորշ գոտիներ, ֆինանսական գորշ գոտիներ եւ այլն, եւ պետությունը պատկերացնում եք, եթե որևէ պետությունում նման գորշ գոտիներ է առաջանում, միջազգային ֆինանսական տեսանկյունից ինչ խնդիրներ է նաեւ ունենում, հա։ Հիմա ձեր առաջարկը ո՞րն է։ Այս տարբերակը չեք ցանկանում, որը իդեպ Binance-ը դրական է վերաբերում, որին մյուսը ո՞րն է, ինչ եք առաջարկում։ Իրականում միանշանակ չի, որ կրիպտո ընկերությունները տենց կոնսենսուս ունեն, որ միկա կարգավորումը լավ կարգավորում է, հակառակը նրանք Binance-ի ներկայացուցիչը ասում է դրական կարգավորում։ Օրինակ Bybit-ը երկրորդ ամենախոշոր բորսան է, ինքը Եվրոպայից, մասնավորապես Ֆրանսիայից ամիսներ առաջ հեռացել է այն պատճառով, որ ասում է այս միկա կարգավորումը չափազանց բարդ է, անտրամաբանական է, այդ պատճառով կնախընտրեմ պարզապես այս երկրի քաղաքացիներին չսպասարկել, քան թե այս կարգավորման տակ մտնել։ Նույնը
Tether ընկերության, որը որ ամենամեծ շրջանառություն ունեցող, ամենամեծ երկրորդ շրջանառություն ունեցող կրիպտոն է Bitcoin-ից հետո, Tether ընկերության ներկայացուցիչները նույնպես եվրոպական այս կարգավորման տակ չեն կարողանում մտնել, հեռանում են շուկայից։ Հիմա եվրոպական բորսաներից հանվում է հենց USDT-ին Tether կրիպտո արժույթը, որը որ ամենամեծ պահանջարկ ունի սաղ աշխարհում, ամենաշատ փոխանցումները կրիպտոյով Tether-ով են, USDT-ով են արվում։ Ու նաև շատ այլ բաներ կան, խոշոր բորսաներ կան միջազգային top 10-ի մեջ մտնող, որոնք պարզապես չեն սպասարկում Եվրոպայի քաղաքացիներին, որովհետև այդ լիցենզավորումը շատ դժվար է, իրանք նախընտրում են ուղղակի դրան մոտիկ չգալ, քան թե այդ բարդ լիցենզավորման մեջ մտնել, որը որ նաև մեծ անորոշություններով է հղի։ Այս լիցենզավորումը նոր է մտնում ուժի մեջ, ամբողջությամբ 26 թվից նոր է ուժի մեջ մտած լինելու, ու մենք դեռևս չտեսած այդ լիցենզավորման պատուղները ու նաև տեսնելով որ որոշ ընկերություններ, խոշոր ընկերություններ փախնում են Եվրոպայից հենց նմանատիպ կարգավորումների հետևանքով, ուզում ենք բերենք նույն բանը մեր մոտ լոկալիզացնենք։ Լավ, ձեր առաջարկը որն է, ինչ անել։ Մեր առաջարկը այն է, որ մոտենանք ավելի խելամիտ, ողջամիտ կարգավորման ավելի կոնկրետ։ Եկեք մի հատ հասկանանք մենք ինչ ենք ուզում այս ոլորտից ստանանք։ Եթե մենք ուզում ենք որ այս ոլորտը այստեղ զարգանա եւ ծաղկի, ուրեմն պետքա նպաստավոր պայմաններ ստեղծենք ընկերությունների համար, որպեսզի ստեղծան գրանցվեն։ Պետքա արդեն իսկ գոյություն ունեցող պոտենցիալը չսպանենք, որը որ այնա, որ մի քանի տասնյակ ընկերություններ կան, որ այս լիցենզավորման հետևանքով պարզապես դուրս են գալու շուկայից։ Եթե այս մի քանի բանը ֆիքսում ենք, քայլ առ քայլ առաջ ենք գնում նաև այն առումով, որ արձանագրում ենք այս ոլորտում առկա խնդիրները։ Մի քանի խոշոր խնդիր կա, որ կրիպտոարժույթներն ու մինչև վերջերս սահմանված չէին օրենքով, թե իրենք իրենցից ինչ են ներկայացնում։ Երկրորդը այն, որ հաճախորդների նույնականացում օրինակ չեն անում փոխանակման կետերը, որ հիմա կանխիկով գործարքներ են անում։ Կարելի է պարտադրել նրանց, որ նույնականացում անեն, ոնց որ դոլարը չենջերն են անում։ Իրավապահների ու պահպանեն գործարքների բոլոր տվյալները, որ վաղը մյուս օրը երրորդ կետը իրավապահների հետ համագործակցության հարց լինի, ինչ որ խարդախություն ա եղել, անօրինականություն ա եղել, տվյալները փոխանակվեն պետության հետ, որը որ հիմա չի արվում։ Այս ամեն ինչը մենք գիտակցում ենք ու ասում ենք, որ դրա կարիքը կա։ Ու եկեք քայլ առ քայլ սկսենք։ Միանգամից 0 մակարդակից չբարձրացնենք ռեգուլյացիայի մակարդակը երրորդ ամենադժվար մակարդակին, որ ուղղակի սպանի դա ոլորտը։ Ու միջազգային ընկերությունները նույնպես շատ հավանական է դրա արդյունքում չգան Հայաստան։ Ու հələ հարցրել կան, թե եթե այս ռեգուլյացիան պարտադրվում է, նաև այս օրենքով իրենք ուզում են պարտադիր բոլոր գործառնությունները անկանխիկ դարձնեն։ Այսինքն կանխիկը ոլորտից ընդհանրապես վերադառնա։ Օրենքով իրանք չեն ապահովում այն սկզբունքը, որ բանկերը ստիպված սպասարկելու են այս ոլորտը։ Այսինքն կարող է հիմա կանխիկը արգելենք, այս օրենսդրությունը ընդունվի, հետո բոլոր բանկերը ասեն, ես չեմ ուզում կրիպտո սպասարկեմ ու ստացվի, որ ոլորտը այլևս գոյություն չունի։ Շնորհակալություն։ Մենք կլսենք թեմայի վերաբերյալ նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչի կարծիքը։ Civilnet Business-ի տաղավարում ես զրուցեցի Էդուարդ Ավետիսյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։